Նախաձեռնությունը նոր է ստեղծվել, հասարակության առողջացման համար են պայքարում, մեր հասարակությունը ասում են, որ հիվանդ է եւ առողջ բջիջները հնարավոր է միավորել, համախմբել, դուք հավատում եք, որ համախմբում մեր հասարակությունը կունենա եւ ընդհանրապես առողջացման ձեր պատկերացումները, որոնք են ինչ պետք է անենք, որ այս վիճակից դուրս գանք։ Շնորհակալություն հարցի համար եւ սկսեմ հավատալուց։ Եթե ինչ-որ մի բանի չես հավատում, ընդհանրապես պետք է դրան մասնակից չդառնաս։ Ուրեմն թեկուզ մի թույլ հավատ պետք է ունենաս, որ մասնակցես։ Հիմա ինչ վերաբերում է հասարակությանը, հասարակությունը իսկապես երկպառակված է, դուք դա շատ լավ տեսնում եք եւ հասկանում եք եւ հայց տան նպատակը, այսինքն այնինչ որ ես եմ տեսնում, որով ասենք կցանկանայի որոշակի մասնակցություն ունենալ, դա հասարակության մեջ այդ երկպառակտվածության ինչ-որ մի արդյունքի միավորման հասնելն է, շատ բարդ խնդիր է, ես ընդունում եմ, որ շատ բարդ խնդիր է, բայց անլուծելի խնդիր չէ։ Ուղղակի պետք է դա անել իմ պատկերացմամբ, դա պետք է արվի այսպես կոնկրետ որոշակի թիրախային այսպես նշանակետեր վերցնելով, ասենք մշակույթի բնագավառ, ինչու՞ չէ, ասենք իրավական մտածողության առումով գտնել այն ընդհանուրը, որը կարող է միավորել։ Կրկնում եմ, նորից բարդ խնդիր է, բայց այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք իրենց մեջ այդ ուժը տեսնում են թերևս, եթե փորձում են մասնակից լինել։ Եվ ես նմանապես կարծում եմ, որ ասենք տարբեր բնագավառների միջոցով հնարավոր է հասնել ընդհանրության։ Եթե մենք այսօր այստեղ ասենք ունենք արվեստի ներկայացուցիչ, որը կարող է նույն նկարիչներին, նույն արվեստագետներին իր խոսքը հասցնել այդ միավորման ուժը տեսնել, կազմակերպել միջոցառումներ թեկուզ, որոնցով բոլոր կողմերի, բոլոր այսպես ասած մտածողությունը, գաղափարախոսությունը կրողները կարող են մասնակցել, 1-2 արդեն կարելի է նաև գաղափարախոսական հենքի վրա դա տեղափոխել։ Վերջերս մի հանդիպում ունեցա Սփյուռքում, որտեղ փորձում են միավորել մշակութային մեր արժեքները ընդհանրացված ներկայացնելու եւ հայկական մշակույթի միջոցով մեր ինչ-որ միտեղ խարխլված հեղինակությունը ասեմ, ճանաչելիությունը ասեմ բարձրացնելու առումով, ինչու օգտակար չլինել նաև նրանց եւ ինչու չփորձել այս բնագավառում ինչ-որ բանի հասնել։ Ի վերջո նաև ես իրավունքի բնագավառը ասացի իրավունքի բնագավառի մասին, այստեղ նույնպես կարող ենք։ Տեսեք Տիկին Գյուլման, այս իշխանությունները 7 տարի է իշխանության են եւ մեր մեջ այնքան թեզեր են մտցրել, օրինակ որ նախկին իշխանությունները թալանչի են, նախկին դատավորները զանգովի արդարադատություն են իրականացրել, ընդհանրապես բոլորը կեղեքել են հասարակությանը, մենք հիմա ապրում ենք իրավական երկրում ըստ իրենց թեզերի, նախկինում իրավական ոչինչ չի եղել, հակաժողովրդական է եղել եւ այլն։ Այս թեզերը ինչպես կարելի է կոտրել, ոնց կարելի է հակառակը հանրության մեջ սերմանել։ Նախ հանրության յուրաքանչյուր անդամ պետք է հասկանա, որ այդ նախկին ասվածների մեջ մտնում են իրենց ծնողները, իրենց հարազատները, որոնք այս կամ այն ներդրումը ունեցել են։ Եվ եթե այդպես մտածեն, մենք կարողանանք հասցնել դրան, ուրեմն այդ հասարակության, այդ նախկին ներկայի բաժանման այսպես ասած բաժանումը նույնպես կարող ենք ինչ-որ ձևով վերացնել, հա, այդ նախկին եւ ներկա բաժանումը չլինի։ Եվ ինչ վերաբերվում է, ասենք կոնկրետ մեղադրանքներին, հա, ես մի առիթ ունեցել եմ դրան պատասխանելու, մասնավորապես դատավորներին վերաբերվող, անձամբ ինքս եղել եմ դատավոր նախկին իշխանությունների օրոք, եղել եմ դատավոր նոր իշխանությունների օրոք, միայն Եվրոպական դատարանում իմ մասնակցությամբ կայացված 50 վճիռները, որոնցով Հայաստանի Հանրապետության ուրեմն նկատմամբ խախտում են արձանագրել, վերաբերվում են նախկին բոլոր 3 նախագահների ժամանակաշրջաններին։ Նոր ղեկավարության օրոք առիթը չեմ ունեցել աշխատելու, այստեղ արդեն այլ կարգավիճակով եմ մասնակցություն ունեցել։ Հիմա եթե կամ ասենք նույն սահմանադրական դատարանի մասին ասում էին, որ
դակում են ընտրության արդյունքները եւ փորձում են, չէ, դակում են ընտրությունների արդյունքները։ Հիմա նոր սահմանադրական դատարանը, որը կազմավորվեց իրենց այսպես ասած սրտի դատավորներով, երբ որ ընտրական վեճ էր քննում, եթե ուշադրություն դարձնեք 21 թվականի ընտրությունների վերաբերյալ կայացված վճռին, հղում է կատարվում նախկինում մեր կայացրած վճիրներին, եթե այդ վճիրները ապօրինի էին, ինչի եք դուք նրանց հղում կատարում։ Ինչի եք որպես նախադեպ օգտագործում։ Դուք կարողանալ հասարակությանը բացատրել։ իսկ դուք անձամբ զանգովի, այսինքն ձեզ զանգել նախկին իշխանությունները ասել են, որ այս հարցը այսպես պիտի լուծվի։ Անկեղծ ասած հիմա այդ հարցին, եթե ես ձեզ պատասխանեմ, կստացվի, որ միգուցե չեմ արդարանում, այլ ավելի շուտ ինքնագովազդում եմ, հա։ Բայց ինձ ուղղակի հնարավոր չէր զանգել։ Բայց դուք դեպքեր գիտեք, որ դատավորները իսկապես Ես դատավորներ գիտեմ, որոնք իրենք էին սպասում զանգի։ Դա էլ է եղել։ Դատավոր գիտեմ, որի սեղանին գործը տեսնում եմ, ասում եմ, ես ամիսներով գործը սեղանի տա, ասում եմ, լսել եմ, որ ես ինչի բարեկամն է, բայց ձեն հանուղ չկա։ Եղել են ցավոք նաև այդպիսի դատավորներ, եւ այդպիսի կան նաև այսօր, կան նաև նոր նշանակվածների մեջ։ Այսինքն, ինչպես այստեղ իրավացիորեն ասեց, պատճառն է պետք գտնել եւ պատճառը վերացնել։ Այդ պատճառը, եթե մեր մեջ մնաց, այդ հիմքը մնաց, գնալու է բոլոր սերունդների դատարաններով։ հնարավոր է դառնալ իրավական նորմալ պետություն։ Իհարկե հնարավոր է։ Ինչ է պետք դրա համար։ Նախ համախմբվածություն, հասարակության մեջ միմյանց նկատմամբ հարգանք, երկրորդը պետք է հասարակության այս ծայրահեղ բևեռացումը վերացվի բոլոր առումներով, եւ սոցիալական, եւ արդարադատության, եւ բոլոր առումներով պետք է կարողանանք հասնել այս բևեռացվածության վերացմանը եւ կարողանանք նաեւ ունենալ այսպես շիտակ խոսք մեր հասարակության հետ։ Կներեք մի հարց էլ ուղիղ տամ, դուք դատավոր աշխատելու արդյունքում միլիոնատեր եք դարձել, ոնց որ ներկայացնում են իշխանությունները։ Համենայն դեպս իշխանություններին չկարողացան որպես այդպեսին ներկայացնել, անկեղծ եթե ասեմ, ասացին, որ շատ են ջանացել գտնել ինչ-որ մի բան, բայց չեն կարողացել գտնել ժամանակին, երբ որ հրաժարվում էի կատարել այդ օրենքը իրենց ընդունած եւ գնալ վաղ կենսաթոշակի։ Այնպես որ դա չեն գտել, բայց ես 12 տարի աշխատել եմ մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, որտեղ ամսական միջին աշխատավարձս այսօր արդեն միգուցե գաղտնիք չի, կարող եմ ասել, առանց հարկերի կազմել է 16-ից 18,000 եվրո։ Այդ գումարի պայմաններում բնականաբար ես կարող էի եւ լավ բնակարան ձեռք բերել եւ ամեն ինչ, բայց որովհետեւ նաեւ միշտ մտածել եմ, որ դա այսպես ասած այդ բարեկեցիկ կյանքը միայն ինձ համար չի, կան հարազատներ, կան շրջապատ եւ միգուցե այսօր այդքան չունեմ, ինչքան որ կարելի էր այդ պայմաններում ունենալ դիզելու դեպքում։